Շուտով էլ չես տեսնելու նույն բնակարանից 15 հայտարարություն։ Եթե երբևէ անշարժ գույք ես վաճառել, գնել կամ վարձակալել, սրա մասին պարտադիր պետք է իմանաս։ Այս տարի ընդունվել է ռիելտորական գործունեության մասին օրենքը, որը 27 թվականի հունիսի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ 5 կարևոր փոփոխություն ոլորտում։ Առաջինը՝ կեղծ հայտարարությունները կվերանան։ Ցանկացած վաճառքի հայտարարություն, լինի սեփականատիրոջ թե ռիելտորի կողմից, նախ պետք է հաստատվի կադաստրի միասնական հարթակում եւ ստանա ստուգված է տարբերանշան, նոր միայն հրապարակվի։ Երկրորդը՝ ռիելտորը չի կարող աշխատել առանց պայմանագրի։ Առանց ծառայությունների մատուցման պայմանագրի ռիելտորը չի կարող տեղադրել հայտարարություն եւ սպասարկել գնորդների։ Սա կպաշտպանի եւ ռիելտորի եւ հաճախորդի իրավունքները։ Երրորդը՝ կրկնվող հայտարարությունները կվերանան։ Մասնագիտական հարթակում նույն գույքի համար կլինի միայն մեկ հայտարարություն, կամ վաճառողինը, կամ ռիելտորինը։ Չորրորդը՝ ռիելտոր դառնալը պարզապես ցանկության հարց չի լինելու։ Ռիելտորները պետք է անցնեն որակավորման քննություն, իսկ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ունենալ բարձրագույն կրթություն կամ լինել ուսանող եւ անցնել համապատասխան կրթական ծրագիր։ 5-րդը՝ օրավարձով անշարժ գույքի կառավարողների համար կներդրվեն escrow հաշիվներ։ Դա կապահովի եկամուտների ավելի թափանցիկ հաշվառում եւ բաշխում սեփականատիրոջ ու կառավարչի միջև։ Եթե այս օրենքը ճիշտ կիրառվի, կարծում եմ ՀՀ անշարժ գույքի շուկան կդառնա ավելի թափանցիկ, պրոֆեսիոնալ ու վստահելի։ Իսկ դու ինչ կարծիք ունես։ Համաձայն ես, որ ռիելտորությունը պետք է կարգավորվի օրենքով, թե ոչ։ Գրի մեկնաբանություններում։